Սիրելի վայքեցիներ, սիրելի երեխաներ, ողջունում ենք ձեզ այստեղ, բաց երկնքի տակ, որտեղ այս երեկո մեզ սպասում է իսկական ամանորյա հրաշք։ Այսօր այս հրապարակը լցվելու է երաժշտությամբ և ծիծաղով, բայց մեր տոնածառը դեռ քնած է։ Նրա լույսերը դեռ չեն վառվել, քանի որ նա սպասում է մի շատ կարևոր իրադարձության։ Ասում են, նոր տարվա կախարդանքը արթնանում է միայն այն ժամանակ, երբ երեխաների սրտերը լցված են լինում ջերմությամբ, իսկ մարդկանց աչքերում լինում է հավատ։ Մինչ լույսերը վառվեն, մենք պետք է անցնենք մի փոքրիկ, բայց կարևոր փորձության միջով։ Մենք պետք է ստուգենք, արդյոք այստեղ գտնվող բոլորի սրտերը լցված են ջերմությամբ ու բարությամբ։ Եկեք մի պահ բոլորս ձեռքերը դնենք մեր սրտերին, մտածենք մի բարի ցանկության մասին և այդ ջերմությունը փոխանցենք միմյանց։ Եթե մեր սրտերը իսկապես լցված են ջերմությամբ, ապա այդ ջերմությունը կհասնի մեր տոնածառին և հենց այդ պահին կվառվեն կախարդական լույսերը։ Եվ այսպես մեկնարկը տրված է։ Շուտով հեքիաթը կսկսվի։ Եվ սկսվում է հետ հաշվարկը։ 10, 9, միասին 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 Եվ
որ մեր սիրելի վայքեցիների սրտերը իսկապես միշտ էլ լցված են ջերմությամբ եւ բարությամբ։ Այդ ջերմությունն ու հավատը օգնեցին լուսավորել այս հրաշքը։ Եկեք եւս մեկ անգամ ծափահարենք եւ անցնենք առաջ։ Մեր գեղեցիկ երեկոյի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Մխիթար Մաթևոսյանին, ծափահարենք, եւ Լիդիան Արմենիա ընկերությանը, որը մշտապես կանգնած է մեր համայնքի կողքին։ Շնորհակալ ենք անչափ։ Այս լույսերի ու օրհնության երեկոյին ցանկանում ենք խոսքը փոխանցել մի մարդու, ով իր աղոթքով, խոսքով եւ հոգեվոր ներկայությամբ մշտապես ջերմացնում է մեր համայնքը։ Նա մեզ հիշեցնում է հավատքի, սիրո եւ միասնության կարեւորության մասին եւ իր ծառայությամբ լուսավորում է մեր ճանապարհը։ Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցու հոգեվոր հովիվ Տեր Սեփու Քահանա Հարությունյան։ Աստված օրհնի բոլորիդ, ասու օրհնության մեջ մնանք, եկեք ավետարանի խոսքով, որ ասում է ամեն գործից առաջ աղոթք արեք, եկեք մեր աղոթքը բարձրացնենք առ Աստված եւ Աստծուց խնդրենք, որ այս հրաշքները միշտ լինեն մեր հայրենիքի խաղաղ երկնքի տակ, խաղաղությամբ դիմավորենք եւ խաղաղությամբ անցկացնենք այս նոր եկող 2026 թվականը։ Թող բոլորի հոգիներում այսպիսի ջերմ լույսեր վառվեն առ Աստված, առ հայրենիք, առ պետություն։ Իմ խնդրանքն է ձեզ, որ միանաք միասին իրար հետ տերունական աղոթքը բարձրացնենք առ Աստված եւ ասուն գոհություն հայտնենք մեր ամեն օրվա ապրած խաղաղ օրվա համար։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն Հայր մեր, որ հերքինս ես, Սուրբ եղեցե անուն քո, եկեցե արքայություն քո, եղեցին կամ քո, որպես հերքինս եւ հերքրի, ըսհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր, եւ թող մեզ պարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյաց մեզի չարե, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս հավիտենից ամեն։ Սուրբ խաչևս աղաչեսու կստեր, զիսովա պրգեսցե մեզի մեղաց և կեցուսե շնորի ողորմության յուրով, ամենակալ Տեր Աստված մեր կեցո և ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, պահպանիչ և հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանյա և օրհնյա Հայաստան Հանրապետություն, եւ ժողովուրդս հայոց, առավել եւս բնակիչս վայ քաղաքի եւ մանկունք նորա, ընդհովանյավ սուրբ եւ պատվական խաչիվս քոյ խաղաղության, փրկյա, ազատյա, երևելի եւ աներևույթ թշնամույթ, արժանավորյա գոհության փառավորել, ըսքեզ ընդհոր եւ սրտողոքույթ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Աստված օրհնի բոլորի ուրախ տրամադրություն, խաղաղ կյանք, երջանիկ ապագա։ Աստված միշտ մեզ հետ է լինելու։ Այդ հավատքով մենք պետք է շարժվենք ամեն օր։ Եվ շնորհակալություն քաղաքային իշխանությանը, համայնքապետարանին, այս գեղեցիկ տոնը մեզ վայքեցիներից պարգևելու համար, որտեղ մեր երեխաները արժանի են խաղաղ ապրելու եւ երջանիկ, ուրախ, զվարթ եւ առանց պատերազմ։ Պատերազմը թող մնա միայն հիշողություններում եւ հեքիաթներում։ Շնորհակալություն բոլորիդ, Աստված օրհնի։ Շնորհակալ ենք անչափ։ Իսկ հիմա խոսքը տրվում է այն մարդուն, ով իր գործունեությամբ մշտապես ապացուցում է, որ մենք շուտով կունենանք Հայաստանի, ինչու՞ չէ նաև աշխարհի լավագույն քաղաքը, Վայքի համայնքապետ պարոն Մխիթար Մաթևոսյան։ Բարձր ծափահարություններով լսենք նրա խոսքը։ Հարգելի Վայք համայնքի բնակիչներ, սիրելի երեխաներ, այսօր Վայք քաղաքում վարվեցին ամանորյա լույսերը։ Սրտանց շնորհավորում եմ բոլորիս գալիք ամանորը և Սուրբ Ծնունդը։ Թող ամանորը ձեր ընտանիքների բերի առողջություն, ծեր և երջանկություն։ Թող գալիք տարին լինի անվտանգ, կայուն և ստեղծարար,
Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Բոլորիդ մաղթում եմ բարձր տրամադրություն։ Շնորհակալ ենք եւ ամանորյա միջոցառումը արդեն սկսում ենք։ Տոնտոնածարի լույսը վարվելու է, նորամուտի հույսը վարվելու է, շողշողացող իմ սիրտը լհծվելու